Սրտի տանիքներով հաղորդման հյուրն էր երգչուհի Գայա Արզումանյանը, Star News-ը հետևեց զրույցին։ Վերջին շրջանում Instagram-ը ցնծած, երբ տեսանք Գայա Արզումանյանին ամուսնության առաջարկություն են անում։ Առաջարկություն, որը երգչուհին մերժեց։ Զրույցի ընթացքում նա խոսեց այս մասին եւ ցավով խոսեց կյանքի մեծագույն դավաճանությունից։ Հենց իջել եմ ինքնաթիռից հասկացել եմ, որ կարող է այսքան մարդիկ, որ կանգնած են, այս մարդկանց սպասելիքները չարդարեցնեմ։ Ինձ հարազատ մարդկանց ես կարող է ցավեցնեի։ Ես շատ երկար եմ մտածում, կուզենայի տենց չմտածեի։ Կուզենայի հենց իմ կյանքի հետ կապված այս րոպեին սիրտդ ոնց ուզում է, անեի այդպես, բայց գիտակցաբար չես կարող անել, որովհետև կան մարդիկ, որոնց չես կարող ցավեցնել։ Համարում եմ, որ Աստված ինձ մեծ փորձություն էր տվել, որը պետք է անցնեի։ Ես այդ բացատրությունը չունեմ ոչ մեկին տալու, որովհետև դա իմ անձնականն է, իսկ այդ անձնականի մասին ես չեմ սիրում խոսել։ Մարդը տենց ուզեց ցույց տալ, որ սիրահարված է այդ աղջկան ու իրա մոտ ձախողվեց այդ ամեն ինչը։ Կուզենայի ավելի լուրջ ամեն տղամարդ վերաբերվեր ամեն կնոջ։ Սիրել եմ կյանքում մի անգամ, չեմ կարա ժխտեմ, սիրել ա ինքն էլ։ Շատ ենք սիրել իրար, ուղղակի եղավ իմ կյանքի ամենամեծ դավաճանությունը։ Կարող է հենց այդ դավաճանությունն էր բերել ինձ այդ սխալ քայլին, որ նույնիսկ այդ օրը պատրաստակամ գնացի։ Չհասկացա ինչ կատարվեց ու դրա համար էլ մի րոպեում հասկացա, որ իմը չէր։ Ժամանակն էլ չի բուժում, այդ ցավը կյանքում չի կարա մոռացվի, մնալու է մինչև կյանքի վերջ։ Ցավոտ դավաճանություն եղավ, որովհետև հենց հարազատ, կողքիդ ընկերուհուդ հետ կապված դա եղավ։ Հիմա նրանց գիտեք ոնց եմ ներել, չկան իրանք իմ համար։ Ես շնորհակալ եմ ևս մի անգամ, որ այդ փորձությունները հիմա անցնում եմ ու կյանքի ամենասիրուն ու ամենադաժան պահերը զգացել եմ։ Չես կարա ներես, տենց բանը չի ներվում։ Ինքը շատ կեղտոտ ա, ու դու չես կարող այդ կեղտը եւ մոռացության տաս եւ ներես։ Եթե չլիներ իմ ընկերը, իմ ամեն ինչը ում Աստված ինձ շնորհել է, Արայիկ Գաբաջանը, հոգեբանորեն ծանր վիճակներում կլինեի։ Արոյի հետ կարողանում ես ամեն ինչից, ամեն պահից դուրս գալ։ Զրույցը եզրափակեց երգչուհին։ Նշենք, որ Հայաստանի ձայնը նախագծից հայտնի այս երգչուհին անընդհատ հանրության ուշադրությունն իր վրա էր սևեռում կամ էքստրենսիկ տեսահոլովակներով կամ արտաքին փոփոխությամբ, կամ էլ սուր արտահայտություններով, որոնք հետո մեծ քննարկման նյութ են դառնում։ Արցախի երգչուհին Բրավո AM-ի հետ զրույցում մնացել էր իր կերպարին անդավաճան, համարձակ, կտրուկ, անգամ շոկային։ Որն է եղել ձեր կյանքի ամենաճիշտ ընտրությունը։ Երաժշտությունն է, եւ այդ ընտրության համար երբեք չեմ փոշմանի։ Միշտ սիրում եմ կրկնել, որ կյանքս նվիրել եմ իմ երաժշտությանը։ Կարծում եմ վերջին շնչով էլ երգելու եմ։ Երգն իմ ամեն ինչն է։ Հարցազրույցներում հաճախ եք նշում, որ Արայիկ Գաբաջյանը շատ թանկ է եւ հարազատ ձեզ։ Նա ավելին է, քան ուղղակի պրոդյուսերը։ Ես Արայիկին պրոդյուսեր չեմ համարում։ Ինձ շատ հարազատ մարդ է, ընտանիքի անդամ։ Մտքովս երբեք այլ բան չի անցել։ Եթե անձնական կյանքումս փոփոխություն լինի, այդ մասին կիմանան բոլորը, որովհետև ես բաց մարդ եմ։ Գայա, ասում են, թե ձեր սիրեկաններին թաշկինակի պես փոխում եք։ Վայ, ոնց կուզեի այնքան շատ լինեին, որ թաշկինակի պես փոխեի։ Մի անգամ ասել եմ ու նորից կրկնում եմ, որ ծնվել եմ ավանդապահ ընտանիքում եւ ադացները պահող, ծնողներիս հարգող աղջիկ եմ։ Իմ կյանքում տղամարդ կլինի այն ժամանակ, երբ կսիրահարվեմ։ Նման բան դեռ չի եղել իմ կյանքում ու կարծում եմ չի էլ լինի։ Սերը մարդկանց համար տարբեր է։ Իմ դեպքում տղամարդն այնքան լավ հատկանիշներ պիտի ունենա, որ կարողանամ նրան սիրել։ Թվարկեք այն հատկանիշները, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի գրավել ձեր սիրտը։ Ամենակարևորը նա պիտի լինի արցախցի։ Սա որ հաստատ է։ Մի առիթով ասել եք, որ դժվար թե արցախցու հետ կապեք ձեր կյանքը, որովհետև նրանք կնոջը թույլ չեն տալիս երգել։ Արցախում ապրողները այո, դեմ են, բայց արմատներով արցախցիները ոչ։ Եվ ինչու արցախցի։ Գայա, հայ տղամարդը է, անկախ ծննդավայրից։ Արցախցի տղամարդիկ դուխով են, ավելի մարդկային, կնամեծար։ Հայտարարելով, որ Արցախի տղամարդիկ ավելի համարձակ են, չեք կարծում, որ ձեր խոսքը կընկալվի որպես մարտահրավեր։ Կարող է եւ ընկալվել, բայց ես ինձ համար ունեմ վառ օրինակ՝ հայրս։ Մարդով ունեցել է 5 երեխա, կռվել է իր հողի համար եւ առ այսօր ամուր պահել ընտանիքը։
Ինձ համար նա է օրինակելի տղամարդը։ Ես ուզում եմ երջանիկ լինել այնպես, ինչպես մայրս է, ունենալով այդպիսի ամուր ընտանիք եւ ամուսին։ Այս պահին անձնական կյանքն ինձ համար երկրորդական է։ Որպես երգչուհի դեռ շատ բան ունեմ ասելու իմ հանդիսատեսին։ Երբ զգամ ասելիքը սպառվել է, գուցե մտածեմ անձնականի մասին։ Խոսակցություններ են եղել, որ ընկեր եք ունեցել, անգամ պատգամավորի տղայի հետ են ձեր անունը կապել։ Մարդիկ դժվարությամբ են ընկալում հասուն տարիքի աղջկա, որը երբեք ընկեր չի ունեցել։ Ես 33 տարեկան կույս եմ ու չեմ վախենում դա ասել։ Հայաստանի ձայնը նախագծի ընթացքում շփվել եմ մեկի հետ հասկանալու համար արդյոք կարող ենք լրջացնել հարաբերությունները, թե ոչ։ Մեր շփումը շատ կարճ է տևել, 1 ամիս։ Իմ կյանքում դա սխալ էր, ես չեմ կարող լինել մեկի հետ, ով ինձ շատ է սիրում, բայց ես ոչ։ Միշտ ասել եմ, որ պիտի սիրեմ մեկին ու վստահ լինեմ, որ կողքինս տղամարդ է։ Կարծում եմ յուրաքանչյուրը արժանի է սիրո ու սիրված լինելու, որովհետև սերը կնոջը գեղեցկացնում է, բարի է դարձնում։ Իսկ մայրանալուց հետո հայկինն ամբողջովին նվիրվում է զավակին։ Այն, ինչ տեսնում եք հիմա, բեմական կերպար է։ Ես շատ կուզեի տնից դուրս գալ կետերով։ Առանց դիմահարդարման, բայց բեմի մարդ եմ ու չեմ կարող։ Իսկ ելույթ ունենալիս բաց հագնվելը մարմնավաճառություն չէ։ Եվ եթե հայրս լինելով պահպանողական տղամարդ, ընդունել է, որ իր աղջիկը բեմի մարդ է ու կարող է իրեն թույլ տալ բաց հագնվել, ապա մյուսները նույնպես պիտի ընդունեն ու հասկանան։ Շատ օրինակներ ունենք, երբ երգչուհիներն ընտանիք կազմելուց հետո վերադարձել են բեմ, կամ էլ համատեղել են ընտանեկան կյանքն ու աշխատանքը։ Տարիների ընթացքում փոխվել է վերաբերմունքս այս հարցին։ Ես այլ կյանքով եմ ապրել, ծնվել եմ մի վայրում, որտեղ տարբերություն չի եղել աղջկա եւ տղայի միջև։ Առավել կոպիտ ենք մեծացել, որովհետև մենք ամեն վայրկյան պայքարել ու պատասխանատվություն ենք ունեցել ոչ միայն մեր, այլև քույրերի ու եղբայրների կյանքի համար։ Ինքնավստահ եմ, այդ իսկ պատճառով իմ կողքին պետք է ուժեղ ու վստահ տղամարդ լինի։ Չեք նեղվում ձեր հասցեին հնչող քննադատություններից։ Քննադատություններ միշտ են եղել, այնքան այն ժամանակ, երբ կար միայն լավ ձայն ու հաճախ քննադատությունների պատճառը նախանձն է։ Հատուկ քայլեր անում եք ուշադրության կենտրոնում լինելու համար։ Ոչ, եթե անեի, ավելի շատ կքննարկվեի ու կքննադատվեի։ Ես ուզում եմ, որ մարդիկ ընկալեն երգչուհուն ոչ թե որպես տիկնիկ, որը եկավ, կանգնեց, երգեց ու գնաց, այլ որպես արտիստ, ով կարող է նաև լավ պարել, խնամված տեսք ունենալ եւ այլն։ Այսօր կան մարդիկ, ովքեր երազում են բեմում լինել այնպիսին, ինչպիսին ես եմ, հագնվել նույնքան համարձակ, բայց չեն կարող։ Այդ պատճառով նախանձում են ու չարախոսում։ Այս բնագավառում ռիսկի դիմելը կարևոր է։ Ինչպես եք շփվում այն մարդկանց հետ, որոնք կարող են ձեր հետ հաց ուտել, բայց ձեր թիկունքում ակտիվ բամբասել։ Միակ բանն է, որի հետ չեմ կարողանում համակերպվել։ Եթե մեկին ընդունում եմ հարազատի պես, ապա նվիրվում եմ անսահման։ Վերջին շրջանում այդ հարցում հաճախ եմ սխալվում։ Եթե դիմացինիս հետ ազնիվ եմ, եթե աշխատանքը լավը չէ, չեմ կարող ձևացնել, թե հավանել եմ։ Ուզում եմ, որ իմ հանդեպ էլ այդպես լինեն։ Ընկերասեր եմ, ինչպես արցախցիներն են ասում, եթե հաց ես կիսում մեկի հետ, դա ընդմիշտ է։ Ուստի վատություն անել չի ստացվի։ Ընկերության հարցում միամիտ եմ։ Իսկ ինչ կուզեիք տեսնել հայկական երգարվեստում։ Կուզեի, որ երգիչները հարգեին միմյանց։ Երբ սկսենք իրար սիրել, հարգելու հասկանալ, որ ստեղծագործող ենք եւ աշխատում ենք ժողովրդի համար, կհաղթենք։ Նախանձը պետք է վերանա մեր երկրից։ Մենք փոքր երկիր ենք եւ պետք է ամեն հարցում իրար սատարենք։